Կայ Ջոնաթան Սիլվերա դոս Սանտոս համար 7, համար 29 Ժոաու Խավիեր դե Բրիտո և արձակման գծում համար 9 Արմեն Հովանիսյան, Բրիտոն էլ 29, այսպես դասական հանդիպում է ֆուտբոլիստերին նախ առաջին հերթին իհարկե հնարավորություն տալու, մյուս տեսանկյունից էլ իհարկե աչ եզրում է նա, շատ վտանգավոր է դեպի կենտրոն ու նորից այս վերջին փոխանցումը լավը չէր, Բրայան Օդեին կրկին ուշադրության կենտրոնում էր։ Աչքի չընկա։ Սյունիքի նորեկներին նշեմ այս գրոյից հետո Կոստակ է, շատ վտանգավոր է ու գոլ։ Բացում է Նոան, նա հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին հակագրով, որը արդյունավետ էր, հիմա արդեն կարող է հանգիստ նստել Սանդրո Բերկովիչ։ Ալիֆալա Դումբյան բացում է գոլերի հաշիվը Նոայի կազմում։ Սյունիքի ֆուտբոլիստները դեռևս չեն կարողացել սպառնալ Դանիել Ֆիգերայի պաշտպանած դարպասին, փոխարենը Նոան Լազետիչի օգնությամբ կարող էր երկրորդ Օշիմա, հիմա էլ ձախ եզրում հայտնվել Օշիման, մնացել է այստեղ աչեզրային վինգերը Օդեին, անկյունայինի խաղարկումից հետո Օշիմա կրկին գնաց անհատական վարպետության, այս անգամ առանց կանոնների խախտման Օշիմայի նկատմամբ կարողացան խլել գնդակը Սյունիքի ֆուտբոլիստները, այստեղ էլ չկա խախտում։ Լազետիչ ու գոլ! 2-0 Լազետիչը ևս բացում է իր գոլերի հաշիվը Նոայի կազմում և դա անում է Սյունիքի դեմ առաջին տուրի մրցավեճում։ Գլխնապատկում է առավելությունը Նոան։ Հրաշալի աշխատեց այս դրվագում նաև Վարամ Խամոյանը։ Հենց նա բացեց դիրքերը, հնարավորություն տվեց ճանապարհը Լազետիչ շարունակվի։ Չմոռանանք նաև Արարատ Արմենիային, որը դուրս է եկել կոնֆերենցիան Չեմպիոնների լիգայի ներողություն, Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, շատ մոտ է նաև Եվրոպա լիգայի կամ նույնիսկ Չեմպիոնների լիգայի փլեյոֆին։ 2-0 հաշվով ավարտվում է առաջին Վարեսյանի կողքին նաև փորձում է աշխատել Դավիթ Վարսեղյանը գրոյի ժամանակ, բայց հիմա գրոհում է Նոան, Օդեի անցավ, Սաքսին փոխանցեց, բայց լավ ընդունեց գնդակը ու լավ էլ հարված կատարեց Միգել Ցակողի դիրքում կաշխատի Մարիո Փոխանցում ասավ գնդակին ու շարունակությունը ևս մեկ հարված ու փրկում է ոչ երրորդ գնդակը այնուամենայնիվ հայտնվում է Սյունիքի դարպասում և գոլի հեղինակ է դառնում փոխարինման մտած Ալբերտ Գալեգինյանը և արժանանում նաև Տակուտո Օշիմայի ծափարությանը Այս խաղում երրորդ գոլը խփել Նոայի մոտ ստացվեց։ Սյունիքին մոտ մնում է միայն հեղինակության գնդակի համար պայքարել, հասկանալի է
Այս խաղում այսպիսի սցենարով ընթացող խաղում 7 րոպե մի փոքր կավելացնի մրցավարը, հենց այսքան խաղ ժամանակ է մնացել երկու կենտրոնական պաշտպանների փորձում է պրեսինգի ենթարկել, իսկ այս փոխանցումը ուժեղ էր, բայց հասցրեց ննդակի հետքերով Միգել Սիլվան անատական վարպետությամբ բավական լավ տպավորություն թողեց հարվածնել կար, եղավ անդրադարձ, բայց տանկը հեռացված է։ Սա վերջին շանսն էր այս խաղում Սյունիքի համար գոլի հեղինակ դառնալու։ Արթան Վարդումյանը ավարտում է հանդիպումը 3-0 հաշվով։ Նոան մեկնարկում է մրցաշրջանը վստահ հաղթանակով, մարզիչները ևս միմյանց ողջունեցին։ Թերևս այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ֆուտբոլասերներ, ամեն ինչ ասված է, շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհավորում եմ Նոայի երկրպագուներին, իսկ Սյունիքին մաղթում եմ հաջողություններ հետագա հանդիպումների ժամանակ, եւ այս հանդիպան ընթացքին էլ ձեզ օգնում էր հետևել